Հայաստանյան ապրանքների արտահանման սահմանափակումները ռուսաստանյան շուկա Հայաստանի խնդիրը չեն, այլ Եվրասիական տնտեսական միության։ Լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցին։ Փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այդուհանդերձ Հայաստանը տնտեսական այդ միությունից դուրս գալու ծրագիր չունի, իսկ խնդիրն ըստ Փաշինյանի միայն Հայաստանի հետ է առաջացել հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հուլիսի 27-ի հեռախոսազրույցը երկար է տևել։ Այն եղել է Փաշինյանի նախաձեռնությամբ եւ մասնավորապես վերաբերել է երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրներին։ Հայաստանի վարչապետն ըստ պաշտոնական հաղորդագրության ընդգծել էր, որ այդ սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել էր միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանն ասաց, առնվազն մի քանի հարցերի շուրջ եկել են ընդհանուր ըմբռնման։ Եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտի։ Հայաստանը միշտ եւ բոլոր հարցերում պիտի ունենա այլընտրանքներ։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է, հավելեց երկրի ղեկավարը։ Այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունը Ռուսաստանի գործընկերներն ընդունում են։ Խնդիրն այն է, թե երբ պետք է իրացվի այդ այլընտրանքը։ Մայիսի 29-ին, ինչպես հայտնի է, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարներն ընդունել էին հայտարարություն Եվրամիությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Փաշինյանը նաեւ Ռուսաստանի նախագահին է հեռախոսազրույցում ասել, հանրաքվե անցկացնելու համար պետք է դրա առարկան լինի, որը չկա։ Այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով։ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին դեռ չի շնորհավորել խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Փաշինյանն ասաց, հեռախոսազրույցում էլ շնորհավորանք չի եղել։ Ինչու հարցին վարչապետի պատասխանը կարճ էր, բայց նաև ակնարկով, որ Պուտինն ամեն դեպքում ընդունում է, թե ով է Հայաստանի վարչապետը։ Շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրություններում։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Կարևոր է չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է, պարոն Փաշինյան։ Կարևոր է ձեզ համար իր շնորհավորանքը։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարց կային ում հետ էր խոսում։ Ձեզ այդ զրույցում ասում եք ձեզ շնորհավորել եք, թե չէ։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Լրագրողները վարչապետին հարցրին նաև Աբովյանում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ աղմկահարույց պատմության մասին, նշելով, որ խնդրի վերաբերյալ նախորդած հրապարակումներին Փաշինյանը լուրջ չի վերաբերվել։ Ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը օրեր առաջ ծեծի է ենթարկվել։ Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է։ Նրա ընտանիքն էլ Ավետ Կոնջորյանին է մեղադրում հայհոյանքների համար։ Փաշինյանը տեղի ունեցածը մասնավոր համարեց։ Մասնավոր անձը խնդիր է ունեցել իրավաբանական անձի հետ եւ պատասխանը պետք է լինի իրավական գործընթացը։ Իսկ միջադեպի մասնակիցները պետք է հեռացվեն կուսակցությունից, թե ոչ, պարզ կլինի իրավական գործընթացներից հետո։ Հիմա նման քննարկում չկա։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Հայկ Կոնջորյանը նորընտիր ազգային ժողովում փոխնախագահի թեկնածու է։ Նրա թեկնածությունը վերանայելու հարց նույնպես չի քննարկվում, քանի դեռ չկա մասնակցության մասին վկայություն։ Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը
Կաթողիկոսին հրավեր ուղարկվել է նորընտիր ազգային ժողովի Անդրանիկ նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը նախատեսում է, որ առաջին նստաշրջանի բացման առիթով ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Ում նկատում եք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Կադրային սպասվող փոփոխությունների վերաբերյալ ասաց վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը, փոխարինելով Արայիկ Հարությունյանին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կվերանշանակվի։ Պաշտոնավարումը կշարունակի նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փաշինյանն այս առիթով հիշեցրեց մայիսի 28-ին տեղի ունեցած զորահանդեսը։ Լրագրողների դիտարկմանը, որ ոչ մարտական պայմաններում շարունակում են զոհեր լինել, երկրի ղեկավարն արձագանքեց։ Այդ խնդրի արմատները խորն են եւ լուծումը տեսնում է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ։ Բանակում տեղի ունեցող երևույթների մեծ մասը Փաշինյանի գնահատմամբ ծագում են ոչ բանակի հետ կապված խնդիրներից։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։